Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է, ավելի կոնկրետ շրջանաձև խաղերի թերթական խաղը։ Այսօրվա թիմերը արդեն մեկ խաղ խաղացել են։ Բռունցք թիմը ունի մեկ միավոր, Սոֆիա թիմը մեկ խաղ խաղացել է և դեռևս միավոր չունի։ Խաղի կանոնները, ինչպես և առաջին փուլում, այս փուլում նույնպես նույնն է։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է երկու թիմ։ Թիմերին տրվում են հարցեր, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը վաստակում է մեկ միավոր և կորցնում է մեկ խաղացողին։ Եթե վիճակահանության արդյունքները թիմի հավաքին դուր չեն եկել և նա չի ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ապա մեկ անգամ կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Եթե թիմի հավաքը որոշում է, որ չի ցանկանում օգտվել վետոյի իրավունքից և լքում է խաղը, այդ դեպքում վետոյի իրավունքը փոխանցվում է թիմին։ Սրանք խաղի կանոնների մասին։ Փաստացի հաղթում է այն թիմը, ով վաստակում է 5 միավոր և այլևս խաղացող չի ունենում։ Այսօր մեր հետ խաղում են, ինչպես արդեն ասացի, Բռունցք և Սոֆիա թիմերը։ Սկսենք Բռունցք թիմից։ Մարտիրոսյան Արթուր, Խաչատրյան Նելի, Խաչատրյան Տոմա, Հակոբյան Մարիա և Ավանեսյան Պատրիսիա։ Սոֆիա, Հովսեփյան Նոնա, Միրզոյան Գևորգ, Պողոսյան Յուրի, Աբրահամյան Արմիդա և Ալեքսանյան Մաքսիմ։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հաջողություն եմ մաղթում թիմերին, հետհաշվարկը սկսված է։ Հարց առաջին. այս երկու հատկությունները կարող են ունենալ միմիայն ադամանդը, կորունդը, տոպազը, ռոկ բյուրեղը, շպինելը և բերիլը, որոնք են այս հատկությունները։ Այս երկու հատկությունները կարող են ունենալ միայն ադամանդը, կորունդը, տոպազը, ռոկ բյուրեղը, կվարցը, շպինելը և բերիլը, որոնք են այդ հատկությունները։ Այս երկու հատկությունները կարող են ունենալ միայն ադամանդը, կորունդը, տոպազը, ռոկ բյուրեղը, կվարցը, շպինելը և բերիլը, որոնք են այդ հատկությունները։ Տասը ժամանակ։ Եթե գրած պատասխան չունեք, ես չեմ հաշվել այն որպես պատասխան։ Ունեք պատասխան։ Ունեք։ Չունեք, շատ լավ։ Լույսը չի կոտրում մեջը և այդ ամեն բան, այդ միներալներն իրենց կարեն կտրեն, այդ պրոչներն էլի։ Հասկացա։ Այսինքն կարող եմ համարել ամրություն որպես այդպեսին, շատ լավ, որպեսզի հայտկանիշ դառնա նշած։ Այս երկու հատկությունները կարող են ունենալ միայն ադամանդը, կորունդը, տոպազը, ռոկ բյուրեղը, կվարցը, շպինելը և բերիլը, որոնք են այդ երկու հատկությունները։ Թափանցիկությունն ու անգույնությունը։ Մենք ճիշտ պատասխան չունենք, ուշադրություն, երկրորդ հարցը։ Սերգեյ Դավլաթովը մի անգամ ընկերոջն ասել է. ես մի պատմություն ունեմ, որը կոչվում է Կամպրամիս։ Ուզում եմ շարունակություն գրել։
ուղղակի դեռ վերնագիրը չեմ մտածել։ Ընկերն առաջարկեց անվան իր տարբերակը։ Ինչ վերնագիր նա առաջարկեց։ Սերգեյ Դավլաթովը մի անգամ ընկերոջն ասել է. ես մի պատմություն ունեմ, որը կոչվում է կոմպրոմիս։ Ուզում եմ շարունակություն գրել, ուղղակի դեռ վերնագիրը չեմ մտածել։ Ընկերն առաջարկեց անվան իր տարբերակը։ Ինչ վերնագիր նա առաջարկեց։ Շարունակությունը կարելի է ուղղակի լինի, դաժե կոմպրոմիս չկա։ Ավելի կոմպրոմիս։ Ես մտածում սեր կոմպրոմիս չկա, որովհետև Ինչ վերնագիր առաջարկեց ընկերը։ Չէ, 10 վայրկյան։ Ժամանակ։ Պատասխան ունի բռունցք թիմը։ Կոմպրոմիս երկրորդ։ Կոմպրոմիս 2, բարձր ձեր պատասխանը։ Կոմպրոմիս 2։ Կոմպրոմիս 2։ Սերգեյ Դավլաթովը մի անգամ ընկերոջն ասել է. ես մի պատմություն ունեմ, որը կոչվում է կոմպրոմիս, ուզում եմ շարունակություն գրել, ուղղակի դեռ վերնագիր չեմ մտածել։ Ընկերն առաջարկեց անվան իր տարբերակը։ Նրա առաջարկած անվան տարբերակը կոմպրոմիսիսն էր։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Որ իրադարձությանն է նվիրված այս պաստառը։ Որ իրադարձությանն է նվիրված պաստառը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Սիրելի թիմեր, պատասխանները ձեր գրատախտակին չեն դեռ։ Ունեք պատասխան բռունցք։ Լուրջ։ Համար չունեք։ Շատ լավ։ Եվրոտեսիլը։ Եվրոտեսիլը։ 2016 թվականին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Տրամպի նախագահ դառնալու մասին է։ 2016 թվականին նա դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ։ Շարունակում ենք նկարով հարցերի շարքը։ Ասացեք, խնդրեմ, պատմական հայտնի, որ իրադարձությունն է պատկերված պաստառում։ Ասացեք, խնդրեմ, պատմական հայտնի, որ իրադարձությունն է պատկերված պաստառում։ Ունեք պատասխան, դուք էլ ունեք, շատ լավ, ավելորդ ժամանակ չենք ծախսում։ Սկսում ենք ձեզնից։ Տիտանիկի խորտակման մասին։ Ձեր պատասխանը պարզ է։ Նույնն է։ Այո, Տիտանիկի խորտակման մասին էր 1912 թվականի ապրիլի 14-ին լույս 15-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային լայնություններում Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 600 կիլոմետր դեպի հարավ-արևելք խորտակվեց Տիտանիկը։ Ծափահարենք միմյանց, խաղի հաշիվը բացվել է 1-1։ Ավանեսյան Պատրիսյանն է լքում խաղը։ Լքում է։ Միրզոյան Գևորգն է լքում խաղը։ Լքում է։ Խաղի հաշիվն է 1-1, ուշադրություն հարցը։ Միջնադարյան Իռլանդիայում դա կոչվում էր բարով,
որը եթե բառացիորեն թարգմանենք, ստացվում է փայտե կատու։ Այսպես, ինչի մասին է խոսքը։ Միջնադարյան Իռլանդիայում դա կոչվում էր բառով, որը եթե բառացիորեն թարգմանենք, ստացվում է փայտե կատու։ Ինչի մասին է խոսքը։ Տասորեկեմ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից։ Պատարագաղի մասի յուլկա։ Պարզ է ձեր պատասխանը։ Յուլա, Ինչ։ յուլա, Յուլա։ Ձեր պատասխանը նույնպես պարզ է։ Միջնադարյան Իռլանդիայում դա կոչվում էր բառով, որը եթե բառացիորեն թարգմանենք, ստացվում է փայտե կատու։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը մկան թակարդի մասին է։ Խաղի հաշիվը չի փոխվել 1-1։ Ուշադրություն հարցը։ Դա այն է, երբ բոլորը սպասում են, որ դու տնից պետք է դուրս գաս դռնից, բայց դու դուրս ես գալիս պատուհանից։ Ինչի մասին է այսպես ասել ամերիկացի երգիծաբան, դերասան եւ գրող օսկարակիր Սթիվեն Ռայթը։ Դա այն է, երբ բոլորը սպասում են, որ դու տնից պետք է դուրս գաս դռնից, բայց դու դուրս ես գալիս պատուհանից։ Ինչի մասին է այսպես ասել ամերիկացի երգիծաբան, դերասան եւ գրող օսկարակիր Սթիվեն Ռայթը։ Թամբեմի մասին։ Դա այն է, երբ բոլորը սպասում են, որ դու տնից պետք է դուրս գաս դռնից, բայց դու դուրս ես գալիս պատուհանից։ Ինչի մասին է այսպես ասել ամերիկացի երգիծաբան, դերասան եւ գրող օսկարակիր Սթիվեն Ռայթը։ Ժամանակ։ Ունի բռունց թիմը պատասխան։ Չէ։ Չունեք պատասխան։ Սոֆիա թիմը ունի պատասխան։ Հա։ Այո։ Երբ սպասում ես Օսկարի, բայց չես ստանում։ Ձեր պատասխանը պարզ է։ Բավականին դաժան էր Սթիվեն Ռայթը։ Նա այս ամենը համեմատել է, այսպես ասել է, կեսարյան հատման մասին։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ 2015 թվականին ցլամարտի ժամանակ կյանքի վերջին վայրկյանները ապրող այս ցուլը հանդիսատեսի շարքերում նկատեց իրեն պահած եւ մեծացրած մարդուն, որը վաճառել էր ցլին կորիդային մասնակցելու նպատակով։ Առնակամ եւ վիրավոր ցուլը մոտեցավ նախկին տիրոջը փրկություն գտնելու հույսով։ Ինչպես իսպանական լրատվամիջոցները վերնագրեցին այս լուսանկարը։ 2015 թվականին ցլամարտի ժամանակ կյանքի վերջին վայրկյանները ապրող այս ցուլը հանդիսատեսի շարքերում նկատեց իրեն պահած եւ մեծացրած մարդուն, որը վաճառել էր ցլին կորիդային մասնակցելու նպատակով։ Առնակամ եւ վիրավոր ցուլը մոտեցավ նախկին տիրոջը փրկություն գտնելու հույսով։ Ինչպես իսպանական լրատվամիջոցները վերնագրեցին այս լուսանկարը։ Ունենք պատասխան։ Դեռ ոչ։ 10 վայրկյան։
Ժամանակ։ Ունենք պատասխան բռունցք։ Վերջին համբույր։ Վերջին համբույր։ Поцелуй Иуды։ Հուդայի համբույր։ Ջրավ։ 2015 թվականին ցլամարտի ժամանակ կյանքի վերջին վայրկյանները ապրող այս ցուլը հանդիսատեսի շարքերում նկատեց իրեն պահած եւ մեծացրած մարդուն, որը վաճառել էր ցլին կորիդային մասնակցելու նպատակով, առնակամ եւ վիրավոր ցուլը մոտեցավ նախկին տիրոջը փրկություն գտնելու հույսով, ինչպես իսպանական լրատվամիջոցները վերնագրեցին այս լուսանկարը։ Իսպանական լրատվամիջոցները այս լուսանկարը անվանեցին Հուդայի համբույր։ Մի քանի րոպե անց մատադորը սպանեց կենթանուն։ 2-1 Ալեքսանյան Մաքսիմ Վետո։ օգտվում ենք վետո իրավունքից։ Հովսեփյան Նոնան է խաղացել։ Ուշադրություն հարցը։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Մարդկանց ուշադրությունը սրա վրա հրավիրելու համար մի ակտիվիստ ափից ոչ հեռու ավելի քան 60 ոտնաչափ երկարությամբ եւ ավելի քան 20 ոտնաչափ լայնությամբ X կառուցեց։ Անվանեք X-ը մեկ բառով։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Մարդկանց ուշադրությունը սրա վրա հրավիրելու համար մի ակտիվիստ ափից ոչ հեռու ավելի քան 60 ոտնաչափ երկարությամբ եւ ավելի քան 20 ոտնաչափ լայնությամբ X կառուցեց։ Անվանեք X-ը մեկ բառով։ Բայց գլոբալ տաքացման նով ինչ է։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Մարդկանց ուշադրությունը սրա վրա հրավիրելու համար մի ակտիվիստ ափից ոչ հեռու ավելի քան 60 ոտնաչափ երկարությամբ եւ ավելի քան 20 ոտնաչափ լայնությամբ X կառուցեց։ Անվանեք X-ը մեկ բառով։ Կամ արևային եմ անել։ Ժամանակ։ Բռունցք թիմը պատասխան ունի։ Սա վերջին անգամ լինի, որ զգուշացնում եմ։ Վերջին 10 վայրկյանների ձայնային ազդանշանից առաջ պատասխանը ձեր գրեք։ Արևային են սոլնիչնի։ Դուք չունեք պատասխան։ Սարույթ։ Դուք չունեք պատասխան։ Տապան։ Տապան։ Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Մարդկանց ուշադրությունը սրա վրա հրավիրելու համար մի ակտիվիստ ափից ոչ հեռու ավելի քան 60 ոտնաչափ երկարությամբ եւ ավելի քան 20 ոտնաչափ լայնությամբ X կառուցեց։ Խոսքը իհարկե տապանի մասին է 3-1։ Խաղը լքում է Ալեքսանյան Մաքսիմ։ Խաղի հաշիվն է 3-1, ուշադրություն հարցը։ Վերջերս ամերիկացի քահանա Ջեք Բրոքն ասաց, որ այդ գրքերը խեղում են երեխաների հոգիները, քանի որ խրախուսում են կախարդության կիրառումը։ Նշեք այդ գրքերի գլխավոր հերոսին։ Վերջերս ամերիկացի քահանա Ջեք Բրոքն ասաց, որ այդ գրքերը խեղում են երեխաների հոգիները, քանի որ այն խրախուսում է կախարդության կիրառումը։ Նշեք այդ գրքերի գլխավոր հերոսին։ Այդ գրքերը խեղում են երեխաների հոգիները, քանի որ խրախուսում են կախարդության կիրառումը։ Նշեք այդ գրքերի գլխավոր հերոսին։ Տասը վայրկյան։ Ունեք պատասխան։ Շատ լավ։ Ճիշտ ասած մեր ժամանակն է։ Երևի արդեն սպառվել է։ Այո։ Սկսենք ձեզնից։ Հարի Պոտեր։ Մենք էլ ենք կարծում, որ խոսքը Հարի Պոտերի մասին է։ Վերջերս ամերիկացի քահանա Ջեք Բրոքն ասաց, որ այդ գրքերը խեղում են երեխաների հոգիները, քանի որ խրախուսում են կախարդության կիրառումը։ Նշեք այդ գրքերի գլխավոր հերոսին։ Իհարկե Հարի Պոտերի մասին է խոսքը։ 4-2
Խաչատրյան Տոման է լքում խաղը։ Աբրահամյան Արմիդան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարց։ Կարճահասակների քաղաք Զմեևկայում Նոսովի հեքիաթից ապրում էին միայն երեխաներ։ Քաղաքի բոլոր պատուհաններին ամրացված էին փեղկեր։ Երբ էին փակվում այդ փեղկերը։ Կարճահասակների քաղաք Զմեևկայում Նոսովի հեքիաթից ապրում էին միայն երեխաներ։ Քաղաքի բոլոր պատուհաններին ամրացված էին փեղկեր։ Երբ էին փակվում այդ փեղկերը։ Чуть-чуть теперь мотаться. 10 վայրկյան։ Ժամանակ։ Ունեք պատասխան։ Երբ երեխաները մեծանում են։ Երբ երեխաները մեծանում էին, Չկա պատասխան։ չունեք պատասխան։ Երբ երեխաները ֆուտբոլ էին խաղում։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարց։ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիշում է, որ երբ հայկական դրամը նոր էր շրջանառության մեջ մտել, մի անգամ զանգահարել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ հայտնել, որ հայկական տարադրամի հետ կապված երկու լուր ունի հայտնելու՝ լավ եւ վատ։ Ընդ որում Ասատրյանը նախագահին միայն մեկ լուր է հայտնել։ Որն էր այդ լուրը։ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիշում է, որ երբ հայկական դրամը նոր էր շրջանառության մեջ մտել, մի անգամ զանգահարել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ հայտնել, որ հայկական տարադրամի հետ կապված երկու լուր ունի հայտնելու՝ լավ եւ վատ։ Ընդ որում Ասատրյանը նախագահին միայն մեկ լուր էր ասել, որ լուրի մասին է խոսքը։ Տասվարկեմ միաժամանակ լավ եւ վատ լուրը մեկ լուրի տեսքով ժամանակ խնդրենք Սոֆիա թիմից սկսենք այս անգամ Գուցե մենք չունենք ռուբլի։ մենք չունենք ռուբլի Արժույթի մասին արժույթի մասին ինչ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիշում է, որ երբ հայկական դրամը նոր էր շրջանառության մեջ մտել, մի անգամ զանգահարել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ հայտնել, որ հայկական տարադրամի հետ կապված երկու լուր ունի հայտնելու՝ լավ եւ վատ։ Ընդ որում Ասատրյանը նախագահին միայն մեկ լուր է հայտնել։ Լուրն այն է, որ հայկական դրամը սկսել են կեղծել։ Այդ լուրը միաժամանակ եւ լավն է եւ վատը։ Լավ լուր էր, քանի որ դրամը արդեն այնքան է ճանաչվում, որ կեղծվում է, իսկ վատն այն է, որ կեղծվում է։ Ուշադրություն հարց 2007 թվականի փետրվարի 23-ին իր հուշարձանի բացման արարողության ժամանակ նա հայտարարեց, որ ավելի շուտ կնախընտրեր ոչ թե բրոնզը, այլ մեկ այլ մետաղ, անվանեք նրան։ «2007 թվականի փետրվարի 23-ին իր հուշարձանի բացման արարողության ժամանակ նա հայտարարեց, որ ավելի շուտ կնախընտրեր ոչ թե բրոնզը, այլ մեկ այլ մետաղ, անվանեք նրան։
10 ժամանակ ունի բռունցքը պատասխան չունի դուք նույնպես չունեք խոսքը երկաթյա լեզվի մասին է Մարգարետ Թետչերի ուշադրություն հարց գերմանական շինարարական ընկերությունն իր անձնակազմի համար խաղատուն է բացում սակայն որպեսզի աշխատակիցներն այնտեղ շատ ժամանակ չանցկացնեն այն պետք է բացակայեր միջնադարում այն հաճախ շինվում էր գոթական տաճարի աշտարակների տեսքով անվանեք այն Գերմանական շինարարական ընկերությունն իր անձնակազմի համար խաղատուն է բացում սակայն որպեսզի աշխատակիցներն այնտեղ շատ ժամանակ չանցկացնեն այն պետք է բացակայեր միջնադարում այն հաճախ շինվում էր գոթական տաճարի աշտարակների տեսքով անվանեք այն Ասվակյամ ժամանակ ունի բռունցքը պատասխան չունի Գուցե ժամացույց Գերմանական շինարարական ընկերությունն իր անձնակազմի համար խաղատուն է բացում սակայն որպեսզի աշխատակիցներն այնտեղ շատ ժամանակ չանցկացնեն այն պետք է բացակայեր Միջնադարում այն հաճախ շինվում էր գոթական տաճարի աշտարակների տեսքով, անվանեք այն։ Խոսքը աթոռի մեջքի, աթոռի թիկնակի մասին է։ Ուշադրություն հարց։ Անգլիացի Դեյվիդ Լիվինգստոնի հայտնագործությունը, որը նա արել էր 1855 թվականին, ունի 1800 մետր լայնություն, 120 մետր բարձրություն եւ այժմ կոչվում է մի թագադրված անձի անունով։ Ինչ է նա հայտնաբերել։ Անգլիացի Դեյվիդ Լիվինգստոնի հայտնագործությունը, որը նա արել էր 1855-ին, ունի 1800 մետր լայնություն, 120 մետր բարձրություն եւ այժմ կոչվում է մի թագադրված անձի անունով։ Ինչ է նա հայտնաբերել։ Ինչ է նա հայտնաբերել։ Տասվարկյան։ Ժամանակ։ Ունի բռունցքը պատասխան։ Չունի։ Դուք նույնպես չունեք։ Խոսքը Վիկտորիա ջրվեժի մասին է։ Ուշադրություն հարցը։ Պատմության մեջ դա տեղի ունեցել ընդամենը 4 անգամ։ Ռեժիսոր Լուիս Բունյուելը դա արել է 1970 թվականին, Մարլոն Բրանդոն 1973 թվականին։ Իսկ Ջորջ Սքոթը նույնիսկ 2 անգամ 1962-ին եւ 1970-ին։ Ինչ են արել այս մարդիկ։ Պատմության մեջ դա տեղի ունեցել ընդամենը 4 անգամ։ Ռեժիսոր Լուիս Բունյուելը դա արել է 70 թվականին։ Մարլոն Բրանդոն 1973 թվականին։ Ջորջ Սքոթը նույնիսկ 2 անգամ 62-ին եւ 70-ին։ Ինչ են արել այս մարդիկ։
10 Ունեք պատասխան, չունեք։ Բարձրանալ Էվերեստ։ Բարձրացել են Էվերեստ։ Դերասանները բարձրացել են Էվերեստ։ Նրանք հրաժարվել են Օսկար մրցանակից։ Ուշադրություն հարց։ Չինարենում կա մի նշան, որը նշանակում է մարդ։ Իսկ ինչ է նշանակում նույն նշանը հորիզոնական ձևով պառկած։ Չինարենում կա մի նշան, որը նշանակում է մարդ, իսկ ինչ է նշանակում նույն նշանը հորիզոնական ձևով պառկած։ Դուք ունեք պատասխան։ Այո, դե ժամանակը կանգնեցնեմ։ Սկսենք ձեզնից։ Մահ։ Մահացած մարդ։ Մահացած մարդ։ Չինարենում կա մի նշան, որը նշանակում է մարդ, իսկ ինչ է նշանակում նույն նշանը հորիզոնական ձևով պառկած։ Մահացած մարդ։ 4-3։ Խաչատրյանն է լինել լքում խաղը։ Օգտվում է վետո իրավունքից թիմի ավակ թե ոչ։ Օգտվում է։ Դա դուք չեք որոշում, որոշում է թիմի ավակ։ Հակոբյան Մարիանն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-3, ուշադրություն հարց։ Այս կոնստրուկցիան, հորինվածքը, կազմված է 26 բաղադրիչներից, որոնք կարելի է բաժանել 3 տեսակի՝ կենտրոնական, անկյունային և կողային։ Կենտրոնականները ընդամենը 6-ն են, որոնք փոխկապակցված են 3 առանցքներով։ Յուրաքանչյուր հակառակ զույգ կարող է պտտվել միայն իր առանցքի շուրջ։ Կենտրոնականներից յուրաքանչյուրը ներկված է միայն մի կողմից։ Անկյունայինները ընդամենը 8-ն են, և դրանք ներկված են 3 կողմից։ Կողայինները 12-ն են, և դրանք 2 կողմից են ներկված։ Որն է այս կոնստրուկցիայի հայտնի անվանումը։ Այս կոնստրուկցիան կազմված է 26 բաղադրիչներից, որոնք կարելի է բաժանել 3 տեսակի՝ կենտրոնական, անկյունային և կողային։ Կենտրոնականները ընդամենը 6-ն են, և որոնք փոխկապակցված են 3 առանցքներով։ Յուրաքանչյուր հակառակ զույգ կարող է պտտվել միայն իր առանցքի շուրջը։ Կենտրոնականներից յուրաքանչյուրը ներկված է միայն մի կողմից։ Անկյունայինները ընդամենը 8-ն են, և դրանք ներկված են 3 կողմից։ Կողայինները 12-ն են, և դրանք 2 կողմից են ներկված։ Որն է այս կոնստրուկցիայի հայտնի անվանումը։ Դուք էլ ունեք պատասխան, շատ լավ, ժամանակը կանգնեցնենք, այս անգամ սկսենք ձեզնից, Կուբիկ Ռուբիկ։ Այս կոնստրուկցիան կազմված է 26 բաղադրիչներից, որոնք կարելի է բաժանել 3 տեսակի՝ կենտրոնական, անկյունային և կողային։ Կենտրոնականները ընդամենը 6-ն են, և որոնք փոխկապակցված են 3 առանցքներով։ Յուրաքանչյուր հակառակ զույգ կարող է պտտվել միայն իր առանցքի շուրջ։ Կենտրոնականներից յուրաքանչյուրը ներկված են միայն մի կողմից։ Անկյունայինները ընդամենը 8-ն են, և դրանք ներկված են 3 կողմից։ Կողայինները 12-ն են, և դրանք 2 կողմից են ներկված։ Որն է այդ կոնստրուկցիայի հայտնի անվանումը։ Խոսքն իհարկե Կուբիկ Ռուբիկի մասին է, կամ Ռուբիկի խորանարդ, երկուսն էլ կընդունեի, բավականին հետաքրքիր և պայքարով լի խաղում Բռունցք և Սոֆիա թիմերի միջև 5-4 հաշվով հաղթեց Սոֆիա թիմը, ինչի համար և մենք շնորհավորում ենք։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։